բժշկի գործառույթն ինչ է, որ առողջություն ներշնչի հիվանդին, որ հիվանդին համոզի, որ դու պետք է առողջանաս։ Ավելի շատ հիվանդը պետք է առողջանալու մասին մտածի, քան հիվանդության մասին։ Հիվանդության մասին այնքան պետք է մտածի, որքան որ իրեն պետք է այդ հիվանդությունից դուրս գալու։ Եվ հիվանդությունը այնքանով պետք է ճանաչի, որքանով որ իրեն պետք է ճանաչել այդ հիվանդությունը, որտեղ եթե շատ խորանա, շատ մտահոգվի հիվանդության մասին, իրականում ինքը չի առողջանա։ Ճիշտ այդպես էլ եթե մենք ուզում ենք մարդուն առաստված դարձնել, իրեն ավելի շատ պետք է խոսենք, ասենք երկնքի արքայության մասին, հավիտենական կյանքի մասին, քան թե այս աշխարհային իրողությունների մասին, որտեղ մարդու վերջնական հավիտենական նպատակը երկնքի արքայությունն է, ոչ թե այս աշխարհի կյանքը։ Բնականաբար, եթե դու ուզում ես առողջանաս, պետք է հիվանդությունդ լավ ճանաչես, ճիշտ ճանաչես, իսկ բժշկի նպատակն ինչ է, որ մարդուն ավելի շատ ծանոթացնի առողջության հետ, այնքանով հիվանդությանը ճանաչել տա, որքանով որ պետք է։ Ճիշտ այդպես էլ եկեղեցին, հոգևորականին նպատակը մարդկանց սովորեցնել է, ծանոթացնելն է, առաջնորդնել է դեպի երկնքի արքայության եւ միայն այն ժամանակ խոսել մեղքերի մասին, երբ որ այդ մեղքերը արգելք են լինում երկնքի արքայության ճանապարհին, հավիտենական կյանքի ճանապարհ, այսինքն ծանր մեղքերի պարագային մարդուն լսել, չենք ասում մահացու մեղքեր, որտեղ կյանքն ու մահը միասին չեն կարող գոյություն ունենալ։ Մարդը կամ պետք է ապրի, կամ պետք է մեռնի, հոգևոր մահ պետք է ապրի, կամ հոգևոր կյանք պետք է ունենա։ Ճիշտ այդպես էլ մահացու մեղքերի մեջ եղող մարդը չի կարող երկնքի արքայությունը զգալ, ապրել իր մեջ։ Կյանքն ու մահը միասին չեն լինում։ Եվ հոգևորականի բժշկի նպատակն ինչ է, որ իրեն ասես այս սրանք մահացու մեղքեր են։ Դու սրանից պետք է զգուշանաս, որտեղ դու կմեռնես հոգով։ Եվ ամենավատը ինչն է, որ քո մահը ժամանակավոր չի լինի, հավիտենական կլինի, ինչպես Պողոս առաքյալն է ասում, մեղավորները մահվանից մահ են անցնում, արդարները կյանքից կյանք են անցնում։ Հոգով այստեղ կմեռնես, այնտեղ էլ մարմնով հավիտյան կտանջվես։ Ուստի ավելի լավ է ապրես, քան թե մեռնես։ Իսկ դրա համար մահացու մեղքեր չպետք է գործես։ Բայց եթե բժիշկը իմաստուն չէ եւ չի կարողանում ճիշտ բացատրել հիվանդին, որ ինքը ավելի շատ կենտրոնանա ոչ թե մանր մունր սխալների համար, այլ մեծերի վրա, միգուցե հիվանդին լավ չի բացատրում, չի կարողանում կողմնորոշվել, բժիշկը ինքը չի բուժվել եւ ուզում է բուժի ուրիշին։ Բժշկի ինքդ քեզ։ Այսինքն դու պետք է ապրես երկնքի արքայությունը, որ ապրեցնես ուրիշներին։ Դու պետք է ուրախ լինես, որ ուրախացնես ուրիշներին։ Դու պետք է տխրությունը հաղթահարես, որ ցույց տաս, թե ինչպես պետք է տխրությունը հաղթահարել։ Այս սա է կարևորագույն։ Ուրեմն մենք ուզում ենք ինչ-որ մի բան անել, մի օգնել ինքներս մեզ եւ ուրիշներին, մենք պետք է կարողանանք դուրս գալ, կյանք ունենալ մեր մտքում, մեր սրտում, մեր հոգում, մեղքի գայթակղություններից, կապանքներից եւ մահացու մեղքերից ազատագրվել եւ օգնել, որ մյուսներն էլ ազատագրվեն։ Լույս լինել եւ լուսավորել։ Քրիստոսին լույսը ասում է, ես եմ աշխարհի լույսը, տեսեք, լույսը մոմը դնում ենք, ինքը այրվում է, սպառվում է ու լուսավորում է։ Լույսի նպատակ ուրիշ բան չէ, եթե ոչ լույս տալ։ Բայց եթե դու ուզում ես լույս տաս, ինքը դի լույս լինես եւ սպառվես։ Քրիստոս էլ լույսի աշխարհի սպառվեց, խաչի վրա զոհաբերվեց եւ ամբողջ մարդկությունը փրկվեց։ Ուրիշ գործառույթ չունի լույսը։
Լույսը լուսավորելու համար է։ Մեր կյանքն էլ զոհաբերություն է, ավելի մեծ սեր չկա, քան մեր թե կյանքը զոհաբերի իր բարեկամի համար։ Սիրո գործը զոհաբերությունն է։ Սիրո մեջ ուրիշ գործ չկա։ Եթե մեր մեջ սեր կա, ուրեմն մենք պիտի սիրով գնանք զոհաբերության, բայց եթե մեր մեջ սեր չկա, թե մեր մեջ ուրախություն չկա, ուրեմն մեր զոհաբերությունն էլ կեղծ ալինա։ Չենք էլ կարող զոհաբերվել։ Ամեն